Հայրս երբեմն գադակ կներ, գսեր ոսեգողներուն անոնք, որոնց կորձը կաշխատի, բաղ չեն գտներ, անոնց որոնց կորձը չաշխատիր, շատ բաղ է գսեն եւ մտանան լիպանան։ Այսօր կարևոր պաշտոն ունի Հայաստանի հյուբավադվո հյուբադոսն եք, բայց աս բոլորեն բացի գախնիկ մգա, չէ, հաջողության գախնիկը ինչ է մարդուս համար։ Եթե գուզես այդ գախնիկը դալ անշուշտ մերտի դողներուն։ Սա որ պետք է ամիջապես դուք կանադացի ելակ։ Պիտի դուք լավ հայ ելակ, եթե շատ լավ կանադացի ելակ։ Ոսկի օրենք։ Ոսկի օրենք։ Հադոնք շատերը հագարակը գարձեն, որ եթե զավակնին կանադացի ելան, հայությունը պիտի մոռնան։ Հայրս կսեր լավ հայրս կնարլալ, եթե լավ կանադացի չես։ Դիասպորայի սպիրկի հայերու աս դիլեման անընդհատ 50 տարի մեկ բادرազմը, ֆելեկետը, աղետը, երկրաշարժը չեմ գիտեր։ Ինչ կգադարվի մեզի հետ։ Կարծեք թե մայրբնությունը կարգիլ է հայերուն, որ մեկտեղ մնան երկու սերունդ, որովհետև եթե մնան անիրավ որ պիտի հաջողենք։ Մեծ հայրս ծնած է ադաբազար, հայրս Սոֆիա, Բուլղարիա, ես Լիբանան, զավակներս Կանադա, թորներս Բոստոն։ 5 սերունդ 5 երկիր։ Ազատ անկախ Հայաստան գուզեինք։ Այսօր ազատ անկախ Հայաստան ունենք։ Կքանքադինք այսօր, բայց ուրիշ նպատակ չենք ստեղծած։ Այսօրվա նպատակը ինչ է։ Ասկի 15 տարի առաջ ոսկուկայի մարոժնի գսեին, այսօր բաղբաղ գսեն։ Այսինքն դրական Սամալյոտը վերադարձավ օտանավի։ Կարտոշկին եղավ գետնախնձոր, չէ՞։ Միասնականություն են գվախնանք եւ այնքան գվախնանք, որ անընդհատ գսենք միասնականություն պետք է ունենանք։ Հավաքական մեր կառույցները իրենց համար միասնականություն ամենամեծ վախն է։ Կգարձեն, որ ուժը պիտի գործընծեն։ Կգարձեն, որ իրենց թիրքը պիտի գործընծեն միասնականությունով։ Միասնականության մեջ շատ մեծ ուժ կա։ Միասնականություն չի նշանակեր մեկը լալ, նշանակե միասին քալել, միասին հարաճերտալ, ոչ իրար թեմ։ Եկեք անգերց խոսենք։ Եկեք անգերց խոսենք։ Հյուրս Լևոն Աֆեյանն է, կանադայեն Բեյրութ եւ անգե առաջ մինչև Բուլղարիա եւ դեղմը ուր ամեն դեղ հայգա ինչ պայմաններու դակ Լևոնը հասավ Կանադա ինչ հիմունքներով ուսանեցավ եւ ինչպես կարողացավ դառնալ հայ գործարար մտավ հայկական կյանքի մեջ եւ այսօր բարեբախտաբար Կանադայի մեջ կարևոր թեր ունի ան Հայաստանի բադվո հյուբադոսն է Կանադայի մեջ ինչ դժվարություններ կան եւ այսօր կանադահայ գաղութին համար ինչ են հիմնական խնդիրները ի վերջո Հայաստանի մեծ երազը եւ սպիրկը եւ այսօր անգը գտնվի Հայաստան շատ գեղեցիկ նախաձեռնությամբ վերապերյալ որում մասին պիտի պատմեինք գացինք անգերց խոսենք Բարի եկած ես Լևոն, ինչ էր առօրյադ, ինչպես արտնցար Երևանի մեջ, ինչպես կսկսի օրդ։ Գիտեմ, որ դարին գլոր Երևանի մտածումներով ես Արարատը տեսնելով եւ գիտեմ, որ քախնիկ չէ, վյումը գնդրես, որ արդու Արարատը տեսնես։ Ճիշտ է, սակայն առաջին օրը որ հասանք Գիրագի առավոտ հասանք, ժամը 4 էր օտանավը հասավ, արդեն ժամը 5:06-ին հյուրանոցն էինք առաջին Կորզս էր կասկադ բարձրանալ սնուկներս քիչ մեզ զղջացին հետո բայց Արարատի դեսկը արավոտյան արևով իսկապես եւ այդ օրը բախտավոր էինք Արարատը ինքնինքը 100%-ով ցույց տվավ մեզի բարի քալուստի մաղթանքներ հրավ այո այդպես միշտ առաջին կորզս ելել վեր Արարատնային Երկար ճամփամը անցած ես Բեյրութեն մինչև Կանադա Բեյրութեն ինչ մնաց մեջդ, ինչ կհիշես Բեյրութի օրերդ, կամ ինչ պայմաններու դակ լքեցիր, որովհետև հաջախ մեր հյուրերուն գեսեն ավելին Բեյրութը ստիպված ցկած են, պատերազմի հետևանքով, պայմաններու բերումով, ինչ մնաց քեզի այդ հին Բեյրութեն։ Ուրեմն ես 60 թվականին ծնած եմ, ուրեմն որ գիտնակ բանը ինչ է, մենք 3 եղբայր ենք Իմ հայրս Բուլղարիային էր Բուլղարահայ էր Բուլղարահայ բնիկ բոլիսեն կախտած էին Մայրս Բեյրութ ծնած էր առաջին չարթեն հետո առաջին սերունդներ 20-ական թվականներուն 25-ին ծնած ուրեմն մենք շատ լիբանանցի չէինք մեզի օտար գսեբեին մեզի օբոսեցի գսեին իբր ընտանիք 15 տարի հոնաբրած եմ եւ 75 թվականին հազիվ Բادرազմերը սկսան արդեն հայրս որոշեց քաղտել դեպի Կանադա ուրեմն մենք բادرազմի 1 ամիս հազիվ տեսանք 1-2 ամիս տեսանք իմ հիշադակներս ընդհանրապես դպրոցներ մենք հայաբեդանական քոլեջ կհաջախեինք որ գսեն քաղաքի հայսկուլ գսեին ճիշտ Հայգազյան համալսարանի կողքիցներ գիշեմ հոմենետ մենակումբը որ հաջախ կերտայինք
բասկետբոլ կխաղայինք ընկերներով եւ այլն Սուրբ նշան եկեղեցին ուր տբիր հակված էինք ամեն դեր ցեզի գրգած է հայրիկը Մերսի Ժանանյաներ գիշեմ պլաժերը որ գերտայինք սպորտին կլաբ կար չեմ իշերի դակավին ողջ եկա ոչ ամառները քյուղ չէինք ելեր ուրեմն քյուղի այդ ցանկը չենք ապրած գիշեմ բարեկամները Բոլոնիա Բրումանա գբադմեին այո քյուղ կացին երբեմն հուրության գերտայինք բարեկամներով բայց այդ հիշողությունը չունիմ այդ հիշադակները չունենք 15 տարեկանից կախտեցի տեպի Կանադա բոլորովին նոր կյանք, նոր միջավայր դժվար էր Լևոն, որովհետև անշուշտ այսօրվա Կանադան վստահ եմ շատ ավելի դժվար է, բայց Կանադային մասին գսեմ, որ մարդիկ երկար չեն գրնար ապրիլ, այն իմաստով որ գուքան որոշ տնտեսություն կգառուցեն եւ գցկեն գերտան անոր համար չեմ դեր հատ գարձրադի բգա մեջս որ Կանադան հանդատ մարդ կուզե գիտես Բեյրութեին կլսենք գնաց որպես գախտական գնաց immigration-ի թուղթերը եկան եւ գնաց չեմ դեր ինչ այս վիճակը գար ճիշտ է այդքանը թե չափազանցված է քիչմը շատ չափազանցված է քիչմը ճիշտ է ասած այդ քիչմը ճիշտ է որ Կանադան մենք անգլերենով revolving door գսենք մարտիկ կան մի քանի տարի հետո ամերիկա կանցնին այդ պատճառով է որ այդ այսօր նայենք մեր դրացի նախագահը Թրամփը Կանադային շատ կբնթե որ թուրերը կոչե որովհետև շատ գսիրե գործեցի չէ բայց թուրերը կոչել գուտա որովհետեւ Կանադային անցնող չերտան ամերիկա որ ընդհանրապես շատ հաջող հոսկա մեր բարակային մեզի համար թյուրիներ մենք լեզուները լավ գիտեինք անգլերեն շատ լավ կխոսեինք մեզի լավ պատրաստած էր դպրոցը իսկապես պետք է ասեմ որ Հայավետարան քոլեջը հրաշալի սենուտը պատրաստած էր հայերու նույնպես Չեմարանը նույնպես Հովագեմյանը բայց զանազան դպրոցներ բայց մեր դպրոցը հadouk անգլերեն լեզվով եւ գիտության այդ բոլոր պատրաստությունները եւ շատ հաջողականցիկ ունենք որ այսօր սպիրկի մեջ Գաբրին եւ աստեցիկ անուններ Ճիշտ է ասած այդ վերադառնալով հայրս երբեմն գադակ կներ սաչ սրամիդեր գսեր հոսեգողներուն անոնք որոնց կորձը աշխատի բաղ չեն գտնել անոնց որոնց կորձը չաշխատիր շատ բաղ է գսեն եւ վերադառնան դիպանան ադոր մեջը քիչ մը ճշմարտություն կար անշուշտ չաճողողները ճշմարտություն ունեցողները ստիպած կվերադառնային եւ ամենաթյուրին խոսքը ասել որ շատ սուրդ է դժվար է տաքսերը բարձր են որոնք բոլոր ճիշտ են բայց անգարիլ չէ ապրիլա շատ թյուրին ապրիլ ինչպես կրծար բայկարիլ ինչ էր քեզի ինչ կսպասեր հոն ինչպես կրծար կյանքը վերատասավորել նոր միջավայրի մեջ բոլորովին օդար մարդիկ մեծ քաղաք թյուրին բաներ չեն իսկապես մեգում համար որ ասենք որոշ շրջանը դեղը գաբրի նոր կյանք պիտի սկսի պետք է ասել որ հետ նայելով մենք բախտավոր էինք բախտավոր ինչպես ասեմ նախ եւ առաջ հայրս որոշեց քաղաքի կենտրոն ապրիլ որը բամներ որ շատ հայեր չէին Մոնտրեալի մեջ կլագորայս քաղաքի կենտրոն հայերը գերտային հայը շատ թաղեր որ եկեղեցի գար ակումբները գային եւ այլն քիչ ծայրամասերն են մենք քաղաքի կենտրոնը ապրեինք downtown Montreal հետո մեզի արցանակրեց լավագույն դպրոցներն մեկը private Jesuit դպրոցը արցանակրեց գներես ուներ նյութական կարողություն այո նյութական կարողություն այն ադեն ծրի էին այդ դպրոցները թե private դպրոցները մեզի ուղարկեց ասա որ երեք եղբայր ենք մենք ես միջնեկն եմ ասա որ պետք է ամիջապես դուք կանադացի ելաք ուրեմն այդ ասա բիդի դուք լավ հայ ելաք եթե շատ լավ կանադացի ելաք ոսկի օրենք Adonk շատերը հագարակը գարձեին որ եթե զավակնին կանադացի ելան հայությունը պիտի մոռնան հայրս կսեր լավ հայրս կնարլալ եթե լավ կանադացի չես ուրեմն մեզի գրկեց շատ լավ դպրոցը Loyola High School գսեն Jesuitներու դպրոցեր անգլիախոս Jesuitներուն եւ հոներ մենք մեզի բոլորովին նորություններ մենք կադակ կնեինք դպրոցին վարկրված էր private դպրոց անգլիախոս դպրոց համար կաթոլիկ անգլիախոս դպրոց համար մենք կաթոլիկ չէինք անգլիացի չէինք բայց կոնե դղա էինք բախտավոր էինք որ երեք եղբայր էինք շատ մոտ իրարու մի քանի տարի տարբերությունով so այդ ծևով գրցանք իրար պաշտպանել որովհետեւ դպրոց դպրոց մեր տաս օդար դժվարություններ գնաց ունենալ ֆիզիկապես մենք ֆիզիկապես դգար չէինք ադիալ բախտավորություններ դպրոցի մեջ շատ հարաճ էինք կսորվեիք դասերը եւ մենք
քոնե գես տարի կամ ավելի 1 տարի իրենց մի առաջ էինք so երկու եղբայրներս գրցան դասարան ցածկել իրենց տարիքեն առաջ ես վերջնագար 10 տարի էի ինձ արիթը չի գար բայց իրենք քեզի հասան փոքր այո կրեթե երկու տարի դարբերություններ մեկը կրեթե ասավ so at ծևով at դբրոց երթալով հետո շարունակելով ամիջապես շատ ֆոկուս ունեինք ուսումի վրա շատ կարևոր էր ուսումը շարունակեինք եւ այդպեսով գրցանք վարժել մի քանի տարվա ընթացքին արդեն մենք լավ կանադացիներ եղանք հետո էր որ վերադարձանք եւ սկսանք հայ քաղաքի մեջ մտնալ եւ իսկ ցանկի հունը դու կորձարար մարդեք ինչպես կրցակ հաջողության հասնել ինչ էր գրավագանը բանալին ինչ էր գլխավորապես գիտեմ որ ծեր եղբայրները յուրաքանչյուրը իր ֆիլդի մեջ արկելի անուններ են ստորակրություն ունին դու գալ նույնպես այսօր կարևոր ճաշտոն ունիք Հայաստանի բադվոյբադոսն եք բայց աս բոլորեն բացի գախնիկ մգա չէ հաջողության գախնիկը ինչ է մարդուս համար ամեն մարդու համար դարբեր գախնիկ պիտի լա բայց եթե գուզես այդ գախնիկը դալ անշուշտ մերտի դողներում բայց ամենու մեջ նույն նման հարցեր կան նախ եւ առաջ աշխատասիրությունը ահրերի մեծ աշխատանք ուզի հաջողությունը երկրորդ ինքնավստահություն բայց պետք է ինքնիդ պատրաստես չես կնար միանալ ասել ես ինքնավստահ եմ եւ բادرուն գզարնվիս եւ առանց պատրաստության բայց չես ալ գրնալ պատրաստվել եւ ինքնավստահություն ունենալ սա ասել կարեւոր են հարադեվությունը շատ կարեւոր է ջգունությունը շատ կարեւոր է մենք հայերս աս բոլորը ունենք ունեցած ենք այդպես է որ մենք հոսասած ենք ոյ մեկ երկիր որ կացած ենք կարծած ենք շատ գար ժամանակի մեջ հաջողիլ որովհետեւ այս բոլորը մեզ համար կարեւոր եղած են ասեն լիբանան որ մենք 80 տարի ապրեցանք 70 բادرազման առաջ 50-60 տարի հոնեինք արդեն իսկ մեծ թիվով հայ հաջողած ընտանիքներ կային ինչպես գրցանք Երևակայել որ չարթեն հետո առաջին սերունդը մեծ թիվով պիտի հաջողի պիտի կարողանա քաղաքներ գազմել դբրոցներ եկեղեցի բոլորը տրամով գլան տրամ օթենտիկար ասել են մարտիկային որ հաջողած էին գրծած էին ինքնին ապրուստ մանել եւ քաղաքին օգնել ուրեմն այս բոլորը մեր հայեր ունին միան պետք է ֆոկուս լան եւ աշխատին so առաջնիմություն հետևորություն բոլորը կարևոր բաներ եւ մնացածը իր կարգին գուկա եկեք անգերց խոսենք Հիմա Լևոն աջախ մենք որ մերձավոր արևելքեն ենք որ ցավով գնայինք Լիբանանի Սուրիո իրավիճակին աջախ կմտածես այդ մասին թե ինչ պիտի լա անդեղի հայությունը տունսենք կանադա գաբրիս եւ վերջին դարիներում վստահ եմ որ աչքիդ արչև դեսար ինչպես Սուրիայեր գուկան եւ գահստատվին քաղուտ ասմեր գյանքը գարձես սիկլերով է եւ ամեն անգամ իմ մեծ հայրս բերեջիգեն եկավ ջարաբլուսը չի սիրեց գնաց Բեյրութ իմ հայրս եկավ Բեյրութ Զահլեեն Բեյրութ Բուրչամուդեն եկավ Երևան այսպես միշտ սիկլ է մեր կյանքը եւ հիմա հայեր որ նոր քյուղ ծնած են ծեր մոդեն ծեր հարևաններն են կամ Բեյրութեն եւ մինչեւ հիմա այդ հոսքը գշարունակվի ինչ է այս բոլորը մեզ համար ինչ են քու կարծիքովդ մեր դիասպորայի սպիրկի հայերու աս դիլեման անընդհատ 50 տարի մեկ բادرազմը ֆելեկետը աղետը երկրաշարժը չեմ գիտեր ինչ կգադարվի մեզի հետ քիչ առաջ հորս մասին նորից ասեմ կորս որ աջակցը գսեր գարձեք թե mother nature մայր բնությունը գարկիլը հայրուն որ մեկտեղ մնան երկու սերունդ որովհետև եթե մնան անիրա որ են պիտի հաջողենք մեծ հայրս ծնած է ադաբազար հայրս Սոֆիա Բուլղարիա ես Լիբանան ծավակներս Կանադա թորներս Բոստոն 5 սերունդ 5 երկիր լավարնենք ասիկի պր արավերություն արնենք ասիկա իպր հարստություն արնենք ասի իպր բամը որիշները չունին մենք վարժենք
դժվարություններ տեսնալու, մեզի չի ցածներ դժվարությունը։ Մենք վարժ ենք մարդահարավերները ստանալու։ Մեզի չի մեր ընտանիքը բոլորն ալ ստացած են։ Այսինքն եթե ասես որ վայ պետք է երկիր փոխեմ, բայց եթե թորնիկից հարցնես, քեզի պիտի ասե հայրս, մեծ հորս հայրը, մեծ հորս հայրը, բոլորն էլ երկիր փոխած են։ Ինչ կա դոր մեջ։ Մեզի թյուրին կնակալ։ Սա մեր ամեն դժվարությունները, եթե առնենք փորձառություն եւ առավելություն, եւ դարձնենք զելով որ մենք այդ տեսակ մարդիկ ենք, որ գրնանք ասի կանել եւ հուսանք որ մտեղ հասնենք, որ գրնանք երկարելալ։ Ինձ համար դա Հայաստանն է։ Հոսը որ գրնանք երկար մնալ։ Այսինքն ողգույզին ծայրը Հայաստանն է։ Պետք է Հայաստանն լա։ Բոլորին համար չէ։ Օրինակ ինձ համար չէ, գիտեմ որ իմ տորներս հավանաբար Հայաստան չի կան։ Եվ ես չի պիտի իրենց ստիվեմ որ Հայաստան երթան, որովհետև հային։ Բայց հավաքական, եթե մտածենք, ոչ անձնական։ Ինչպես մենք դարիներով քարոզած ենք, որ պետք է հայերը հայ ամուսնանան։ Շատ լավ գիտնալով, որ ամենը չի պիտի ամուսնանան հայի հետ։ Ճիշտ է։ Բայց նորից մենք կքարոզենք։ Այդ քարոզությունը ինձ համար պետք է լա Հայաստան վերադառնալ, որ շատերուն ասենք, փեմերեն, խորաններեն, երբ որ արիթ ունենանք, որ պետք է հայ երիտասարդը պատրաստվի Հայաստան երթալու։ Հույսով որ 5%-ը, 10%-ը, գուցե 20%-ը, ինչ տոկոս որը լա, լսեն եւ երբ արիթը ստեղծվի քան Հայաստան։ Հոս գրնան բաբահովը լալ գիտնալով որ սերունդներով գրնան հոս մնալ։ Մեկ կողմեն կյանքի տավալքը ծեր, անձնական կյանքը ծեր, ընտանիքը, այս ամբողջ բադմությունները, ծեր բայկարը, կորձը, հաջողությունը եւ մյուս կողմեն Հայաստանը։ Դուք Հայաստանի մեծ սիրահար եք եւ փառք Աստծո, որ ծեր նման հայեր շատ կան մինչեւ օրս։ Ինչպես եղավ առաջին քլաշը Հայաստանի հետ, առաջին հբումը, գիտես, երբ որ օտանավը ասանք մեկ հատ գզարն է, առաջին շոկն է, որ արդեն ոտքերդ կեդինն են։ Ինչ սկացիր, ինչպես եկար Հայաստան եւ ինչ է բադմությունը Հայաստանի հետ։ Այսինքն ուզես գնալ քանի հատ թուղթե թաշկինա կորզածից մակրելու համար։ Կամ գիտես հյուրեր ունեցած եմ 100-ը ավելի անգամներ Հայաստան եկած են։ Այո։ Մենք նորեն փախտավորություններից ասենք 71 թվականին սովետ ժամանակ ընտանիքով Հայաստան կալ եւ այցելել։ Երկու շաբաթ նախաձեռնությամբ։ Հորս նախաձեռնությամբ։ Հայրդ կոզմիկ հայմն է։ Որ մի Իրան։ Արմենիա հոթելը գեցի, հյուրանոցը գեցած գիշենք։ Եվ չսավ այնադեն սովեդե մովեդե երթանք չերթանք վախմը պամը։ Չէ, վախ չուներ, միան մեզի ասացեր որ խոսիլ չի գա։ Ուֆ, silent։ Եվ ասենք խոսիլ չի գա, այդահայտվել չի գա, խոսիլ չի գա։ Ուֆ, լրություն գա։ Բادر ագան չունին։ Եվ ունեին սուտ պամաչերը ասածները, բادرը շատ ագան չունեին։ Բայց մենք շատ մդերմացանք աստեղը երիտասարդ դողոց մեզի հետ, մենք 11-18 տարեկան էինք։ Ացեր ունենք եւ մեզի համար Հայաստանը երազմը չէր, իրական աչքերնից տեսած էր Հայաստանը, երբ որ մեծանք։ Առաջին անգամ վերադարձա զավակներս արդեն 13-14 տարեկան էին, դարիք մնային, որ պատրաստ էին վերադառնալու, շատ հուզիչ էր բոլորիս համար անշուշտ։ Արդեն անգախ էր, չէ, Հայաստանը։ Անգախացած էր արդեն Հայաստանը։ Այնադեն չմտածեցիր, որ բادرը ագան չունին։ Չէ, ալ չի կարա տականչները վերջացած էին, պետք չունեին։ Բայց առաջին դժվար տարիները չէին, ավելի ուշ էր։ Այսինքն 95, 98, դարբեր Հայաստան մներ։ Դարբեր արդեն սկսած էր աճը, սկսած էր կասկադ արդեն շինված էր, վարի մասը կոնե։ Ուրիշ Հայաստան մտեսար։ Բոլորովին ուրիշ Հայաստան մտեսան։ Եվ սիրեցիր այդ սերը, ասենք հորը դրած այդ հունդը աշխատեցավ գարձես։ Սակո գիտես, ինձի համար իմ հայությունս Հայաստանի հետ կկապեմ ես։ Կանադայում Բուրչամուդի հետ չես կապեր, օրինակ։ Քու ինքնությունն մաս մնե։ 100% մեծ մաս մնե։ Ադիգա չեն կնար մորնալ։ Բայց եթե նայում ներգաց եւ աբակաս ոչ կանադանի հայության աբական, ոչ էլ Բուրչամուդը, ոչ Բեյրութը կամ ոչ մեկ ուրիշ տեղ։ Ասկի բատմեն բզդիկ պամ ասկի 10 պամ դարի առաջ խոսեինք Global Armenian կապարի մասին, որը ստեղծված էր այն ժամանակ Նուբարի եւ Ռուբեն Վարդանյանի հետ։ Եվ որոշեցի այն ժամանակ երիտասարդներ հրավիրել Մոնրեալ ժողովիմը։ Բնթեցի որ լան համալսարանավարդներ, ոչ համալսարանականներ, դատվիրություն կա, որովհետև
Համալսարանականները մի քիչ շատ երազոտ կլան, համալսարանավարտները ավելի Down to earth կլան։ Համալսարանավարտներ հրավիրեցի 70 հոգի եկան։ Եվ իմ դրած հարցումս հետևյալն էր. գրնանք արդյոք նախատեսություն ստեղծել, որը կնկարագրի հայը կամ global հայը, որը ո՞ր մեկ հայ աշխարհի մեջ որ գարտա, ասե այո, ես ասեմ, որ բոլորին համացայն է։ Համացայեմ, սա ես եմ։ 3 ժամ, 4 ժամ բաժնվեցան, խոսեցան, ասան։ Ամենավերջը մեկ համացանության եկան բոլորնալ։ Միակ բանը որ բոլորին գաբեր, իրենց անցյալը եւ Հայաստանն էր։ Գրոնկը հանեցին մեջ են, լեզուն հանեցին մեջ են, որով դարբեր խումբեր գային, այն դարբեր փրություններ գային, բայց չգրցան համացայնել։ Բայց միակ համացայնություն եկավ անցյալին եւ Հայաստանին, որովհետեւ culturally Արժանտինա հայը եւ Իրաքը հայը չեն դերմը հանդիբիր։ Հետո եկուր Մոսկվա հայն ավելցնենք վրան։ Լման խառնարան բիդի հայ մշակույթի ադոց մեջ։ Եթե նայես լեզուն փոխ դարձել։ Հայերեն գիտեն կամ չեն գիտեր։ Լա մեր բոլոր մեր ճաշերը ճիշտ չէ որ ամեն հայ սարմա եւ ճիկյուֆտե գուտե։ Ադմիան արևելքի հայերն են։ Ասենք Ուկրաինայի հայերը, Խրիմի հայերը, սարմա եւ համուս չեն ուտել։ Ճիշտ է։ Ադիգա մեր երևակայությունն է, մենք որոշած ենք որ ամեն հայերը մեր գինցած հայը գիրագի օրը եկեղեցի գերտան օրինակ։ Այդպես չէ։ Բոլոր հայերը լուսավորչական չեն։ Ճիշտ է։ Կամ քրիստոնյա չեն։ Եթե ընդունին կամ ոչ, այդ ուրիշ հարց։ Ուրեմն ինձ համար շատ իրականություն ունի։ Ինձ համար իմ հայությունս ինչ որ ինձ կգաբե իսկապես իմ հայությանս անցյալից Հայաստանն է։ Մյուս բոլորը չի նշանակում որ չէ կարևոր չեն։ Անշուշտ մեր մշակույթը, մեր երաժշտությունը, մեր անցյալը, մեր քրականությունը բոլորը մեծ կազմեն իմ հայությանս, բայց ամենաառաջնագիր տեղը Հայաստանն է։ Անգերց խոսենք։ Գիտեք, Վանաֆեյան, դուք Կանադա բնագեք, այսօր պայմաններու բերումով Կանադայի հայությունը ամենաառաջնային թիրքերեն մեկ ունի, այն իմաստով, որ նաև Սուրիո պատերազմը նոր առույմը բերավ ձեր գաղութին, անգե առաջ Լիբանանի դեպքերը եւ մերձավոր արևելքեն եկող հայերը, բոլսահայերու գողքին, անոնքալ ուրիշ խումբ մնեն, գեղեցկացուցին, հարստացուցին ձեր համայնքը։ Այսօր ինչ են ձեր հիմնական դժվարությունները, նաև կհարցնեմ որպես Հայաստանի ասենք ներկայացիչ Հայաստանի հետ գաբ ունեցող մարդ ինչ են խնդիրները կանադահայության ինչ օրագարկեր ունի, որովհետև շատ գլսեմ որ ձեր քաղուտը ի դարբերություն ասենք Հունաստանի քաղուտին աջի մեջ է հիմա Հունաստանի քաղուտը ոչ այդքան ձեր քաղուտը նույնիսկ լսած եմ միությունը դբրոցի հող կնեց միությունը դբրոց կգառուցե միությունը թերթունի, այսինքն կյանքը աշխուժ դասավորված է։ Ամեն շաբաթ ցերնարկ կա այս միությունը, ամիությունը, գիտեք, հոն գաբրիկ։ Ամեն շաբաթ 2 ցերնարկ կամ 3։ Առանց շաբազանցության։ Ինչ են այսօր հիմնական խնդիրը, ինչ է կանադայության համար։ Գարջ ասեմ, Մոնտրեալի քաղուտը իսկապես հadoop քաղուտ մնե, Տորոնտոն ալ շատ ետ չի մնար, բավական հարաճացավ Տորոնտոն ալ Բայց ես անշուշտ Մոնրեալ ապրելով ավելի Մոնրեալը գիտեմ շատ լավ քայլեր առնվեցան 60-ական թվականներուն առաջին եկող հայրու կողմէ դբրոցներ ակումբներ սարքվեցան եւ ակումբը դբրոցը եկեղեցին բոլորը միասնաբար մեկ թաղամասի մեջ եղավ միասին կովկովի ադիգա արդոնեց հայերը որ ապրին շատ մոտ հայ քաղուտին հայ միություններուն այ գետրոներուն ունենք բոլոր գետրոնները, այո, ճիշտ է որ ունենք երկու եկեղեցի, արաքելական, ունենք փոխական եկեղեցին, կամ ավետարանական եկեղեցին եւ կաթողիկ եկեղեցին, բայց բոլորն ալ իրար մոդ էին, քաղուտները մոդ էին։ Ժողովուրդը երիտասարդ զույգերը մեծ խանդավառությունով իրենց ավակներ հայկական վարչարաններ ուղարկեցին։ Ունենք լավ ուսուցիչներ, մանավանդ երբ Լիբանանեն ժողովուրդը սկսան գալու։ Ուրեմն շատ աջի մեջ էր մեր քաղուտը եւ infrastructure ունենք օրինակ եթե նայում մյուս քաղուտներու մեջ
եկեղեցին մեկ կողմ է, դպրոց ուրիշ կողմ է, ակումբ ուրիշ տեղ է, մոդի չէին անոնք, չհաջողեցան։ Այսօր Մոնրեալի մեջ ունենք բազմաթիվ եկեղեցիներ, 3 հայկական դպրոց ունենք, որ մինչև հայսկուլի վերջը կերտան։ Բարեգործականի դպրոցը այս տարի արդեն վերջին դարին ավելացուցին, իրենք ալ գրցան հասնի մինչև 11, որը կնշանակի, որ աճ մգա եւ ժողովուրդը կփապակի ունենալ։ Ադորտեմնալ ունենք մեր գամավորները, որոնք պատրաստ են ժամանակ տնելու եւ տրամ տնելու, որ ատբրոցները բահեն եւ շինվին մեծնացնեն։ Մեր մոտ անշուշտ ամենադժվար մարդահրավերը երիտասարդությունը բահելն է, որովհետեւ շատ մեծ կոմպետիցիոն ունենք։ Այսինքն եթե բիդա համոզես որ դղան կա ակումբի մեջ բասկետբոլ խաղա կամ ֆուտբոլ խաղա կամ երթա իր դպրոցեն կամ իր միջավայրը հոն խաղա կամ հոկի խաղա կամ եւ այլն անշուշտ այս բաները դժվար են։ Մեր ամենամեծ վախը հայրու գորուսն է, ինչպես դարներ առաջ ցուլումը, այսինքն ասենք մենք միշտ կքանքադինք սպիրկի մեջ որ Հայաստանի մարդիկ դուրս կգան մորնալով որ մենք սպիրկի մեջ շատ հայեր կգործնենք անալ բանի սպիդակ չարտ so փոխանակ միան մտածելու որ Հայաստանին մարդիկ դուրս կգան պետք է մտածենք ինչպես մենք քաղաքներու մեջ երիտասարդությունը մեր մոտ բահենք որովհետև Հայաստանին դուրս կացածը հայությունը չի գործնացուց Հայաստանը գործնացուց բայց քաղաքեն հերացողը հայությունը գործնացուց հոն դժվարություն կա հետո դարիներով մենք կորզածեցինք չարտը եւ հայթադը իբր շատ լավ մեթոդ որ երիտասարդությունը հայ բահենք եւ իրենց բայկարդվինք իրենց թադմդվինք որ պետք է բայկարին որովհետեւ իմ օրինակամար գնայսով իմ ծնողքս իմ մեծ հայրս չարտեն անցած մարտեր հիմա այսօրվա տարը մեծ հորը հորն է 2 generation անցավ 4 generation անցավ ազատ անկախ Հայաստան գուզեինք այսօր ազատ անկախ Հայաստան ունենք գքանքադինք այսօր բայց ուրիշ նպատակ մը չենք ստեղծած այսօրվա նպատակը ինչ է որ պետք է մեր երիտասարդներուն տանք որ պետք է ասիկա հայ մնաք որ շարունակեք որ հոսասնի այսինքն մենք առաջ նպատակ ունեինք հայը պահպանումը նպատակին հասնելու ցև մներ հայ պահպանուն եղավ նպատակ նպատակը գործնացուցինք նոր նպատակ մճունեցանք եւ սկսված հայ պահպանումը նպատակրինք բայց երիտասարդությունը այսօր հարց կուտան իրենց որ ես ինչու հայերեն գսորվիմ ես ինչու հայկական դպրոց կերտամ ես ինչու հայ մնամ ինչ է նպատակս իմ նորեն վերադառնամ եթե Հայաստան վերադառնալը գրնանք հոն մտցնել արդեն կոնե մեկ բզդիկ նպատակ դրական ինչ-որ բայց պետք է կարծեմ սպիրկի գառույցները միասնաբան գիտաժողովներ գազմագերբեն եւ իսկապես այս հարցի մասին մտածեն եւ գիտնան պետք է լուծում գտնան ինչու հայ երիտասարդը հայ պետք է մնա բացի ասելով որ պետք է հայ մնաս այդ չի բավարարիգա սա մարդահրավեր այսինքն պետք է բացատրողական մը product մը լապամ ներկայացվի պետք է նպատակ Իդեք ասի նաև ինքնության խնդրի հետ կապ ունի Բարնաֆեյան որովհետև պատերազմեն յետք նաև մենք զգացինք որ սպիրկի մեջ մեր հայութենեն մասանք down ապրեցավ հերացավ հայութենեն եւ իրեն համար շատ անմարսելի էր որ ինչպես մեր ժողովուրդը որ մենք մեծ երազներ ունեինք Արցախի հետ Հայաստանի հետ այդպես բարդվեցանք ադոր հետևանքը չէ մասը ես Արցախի բարդությունը շատ երկար նյութ է եւ գիտեմ որ այդ նյութը բավական տաչի ճուրգշալգե ինձ համար ավելի կարևորը ինձ համար ամենավատ բանը մասը բարդության աներ որ հաղթանակ մոնեինք որ գործընծուցինք մինչև Արցախի բարդությունը մենք հաղթանակ ունեինք մենք գրնայինք չարտվեցանք սակայն հաղթեցինք ինձ համար այդ գործընծնելն էր որ ամենամեծ վնասն էր այսինքն այսօր եթե իսկապես ճիշտ աչքով նայենք մենք կգարձենք որ Արցախը շանս ունենք շահելու իթեմ Ադրբեջանի բանակին Իսրայելի ոչ միայն Պակիստանի օգնությամբ այսինքն որ
դրամապանող մարդը ռազմական էքսպերտը մեզ պիտի սեր որ դուք հաղթող եք շանս ունի հաղթելու ես in fact օրը գիշեմ գարտացի հնդկական ռազմական թերթի մեջ որ գսեին որ զարմանալի է որ 44 օր թիմացա մենք ասել սկիզբեն 7 օր գտանք հայերուն ուրեմն մտածենք ադոր մասին ուրեմն ինձի համար Բարդվիլը այն ժամանակ անշուշտ դխրություն է գործնեցնել Ղարաբաղը պետք չէ որ գործնեցնեինք Երանի չի գործնեցնեինք բոլորը ճիշտ է բայց ամենամեծ խնդրեմ ինձ համար չէ որ սիադեր որ հաղթանակնից գործնեցինք ալիոս չենք նարսել մենք հաղթեցինք temporary ադիգա լավ էր սպյուրքի մեջ որ մենք գնանք դասանոց մենք բարդված ժողովուրդ չենք մենք հաղթական ժողովուրդ ենք Արցախը գրծանք ունենալ իրականությունն է պետք է այսօր նոր իրականություններ ստեղծենք եկեք անգերց խոսենք Ճիշտ կարծես այդ փուլն ենք հաշտվելու ասխնդրին հետ դուք իբրև հիբադոս նաև գուզեի իմանալ ձեր գործունեության տաշտը արդյոք դժվարություններ ունեցաք գիտեք բادرազմեն իդ քաղաքական իրավիճակը նաև աստեց ուզենք խոսենք չի խոսենք իրականություն մգա որ Սփյուռք Հայաստան հարաբերությունները քիչ մասանք առաջվանը չեն այսպես մեղմ եթե ասեմ եթե հրաժարիմ լարումները չի դեսնել չղայնությունները երկու կողմ են այսինքն առաջվա պես չեն դուք ինչպես կրնակ փորձեք նավարգել գիտեմ որ շատ հարկված տեսփան մունիկ շատ սիրված շատ լուրջ հագարակ որ նույնիսկ այդ դիգինը հարվածներու ենթակա եղավ բայց Կորձի գլուխն է եւ դու գալ ծեր գարելին գնեք ինչ են ծեր խնդիրները եւ ինչ կնեք դուք ծեր կորձունեությունը ինչ է հանուն Հայաստանի Ուրեմն իմ բաշտոնից իբր բադվո հիբադոս կամ բադվավոր հիբադոս երկու ծևն ալգա ասելու ես իբր կանադացի քաղաքացի honorary consul at Դիդրոսին դակ որը United Nations օրենքով սարքված բան ուրեմն ես Հայաստանի ներկայացուցիչն եմ Քեբեկ համայնքի մեջ նահանգի մեջ իմ գաբերս պաստորեն պետք է լան գարավարական եւ բոլոր այդ քարագից մարմիններու հետ շփումները երբ Հայաստանին հյուրեր գուքան գարավարական հյուրեր գուքան ես իրենց ընդունող գլամ եւ այլն իրենց կերակցիմ եւ կփորձեմ Հայաստանի համար ինչ որ գարավարության գաբերը ստեղծել եւ առաջացնել մեր գաբերը հայ քաղաքի հետ ես պաշտոն չունիմ այսին իբր բարդականություն մչու արի հարկանք ընդհանրապես քաղաքները գհրավիրեն Հայաստանի հիբադոսները բադվո հիբադոսները որ ներկա գտնվին իրենց ելույթներուն եւ այլն այսօր իրավիճակը գաբրինք որ շատ լարվածություն կա քաղաքներու մեջ հատկապես կանադայի մեջ կարծեմ ըստ երևույթին այո հատկապես որովհետեւ ես հարցրեցի բոլոր դարբեր երկրներում նույն միություններուն որ արդյոք այդպես որոշումներ կառնվին եւ ինձ վստահեցին որ կանադայի հadoop որոշումներ առնված են որոնք ես կհարկեմ իրենց իրավունքն այդ որոշումներ առնելը բայց այժմ այդպես որոշումներ կան որ Հայաստանի ներկայացուցիչները ներկա չլինեն իրենց ցերնակներուն նույնիսկ կրոնական այո ուրեմն ադիգա իրականությունն է որ ես կաբրիմ կներանակ համար իբր հայ ոչ իբր հիբադոս ինձ դարբերություններ ադիգա իրենց որոշումները իրենց գիտնալիքն է բայց իբր հայ անշուշտ որովհետև սխալ որոշումներ են ասում ոչ թե սխալ են շատ բարձ բարը մեկ սխալ որոշումներ վատ որոշումներ են նախ եւ առաջ իբր հիբադոս կամ տեսփան մենք գարավարություն չենք ներկայացնել մենք հանրապետությունը ներկայացնենք երկիրը կներկայացնենք այսինքն միշտ օրինակ կտամ գսեմ որ եթե ընդրություններն հետո գարավարությունը փոխվի մենք մեր պաշտոնները կբահենք նախարարները կփոխվեն ամենաբարձ օրինակն է որ դվերը մենք չենք փոխվի ուրեմն մենք չենք ներկայացնել գարավարությունը մենք կներկայացնենք երկիրը բայց եւ այսպես մեր քաղաքի մեջ Մոնտրեալ եւ Թորոնտո ադիգա ընդունված չէ իրենք գուզեն որ մենք ներկայացնենք կառավարությունը իրենց որոշումն է ադիգա ցեզի գտնեն դերմը որ դուք քրոն չեք իրենք գուզեն այդպես մնալ իրենց իրավունքն է ադիգանելը եւ այդպեսով գմերժեն
Վստահ եմ, որ ժամանակի ընթացքին ադի պիտի փոխվի։ Մենք անձնական շատ լավ հարաբերություններ ունենք Եդերնին։ Շատ քաղաքավար եւ շատ քաղաքավար, ես կընդունեմ իրենց որոշումները, բան չունեմ, եւ կսպասեմ, եւ անժամանակ որ իրենց որոշումը փոխվի, անժամանակ ես ամենասիրով իսկ տեսփանությունը ինչ կնե, զարմանալիորեն գիտեք Լիբանանի մեջ այսպես չէ իրավիճակը։ Այո, հետաքրական է Կանադայում։ Ես հարցուցի, քանի երկիրներում է։ Այո։ Լիբանան որ գիտեք, այսին արմադական հայկական ժամանակի հարց է, ոչ ադիգա չեմ կարծել այդքան կարևոր է։ Իրականությունն է ժամանակի ընթացքին կշտկվի։ Հավաքաբար մեզի ինչն է որ կբացի, բարոն Աֆեյան, այսօր թե Հայաստան, թե Սփյուռք, մենք աջախ իրար հետ չենք ուզեր նստիլ նույն սեղանին, ընդհանրապես կսեմ, ոչ միայն իշխանություն, հագաիշխանության մասին չէ, մենք հայերս շատ աջախ չենք ուզեր իրար լսել։ Այդ խնդիրը դեսած եք բնավ։ Անշուշտ, մենք միասնականություն ենք գվախնանք։ Եվ այնքան գվախնանք, որ անընդհատ կսենք միասնականություն պետք է ունենանք։ Մենք հավաքական մեր կառույցները իրենց համար միասնականություն ամենամեծ վախն է։ Կկարծեն, որ ուժը պիտի գործընծնեն։ Կկարծեն, որ իրենց թիրքը պիտի գործընծնեն միասնականությունով։ Միասնականության մեջ շատ մեծ ուժ կա։ Միասնականություն չի նշանակեր մեկը լալ։ Նշանակե միասին քալել։ Միասին հարաճ երթալ, ոչ իրար թեմ։ Երասար ժամանակ իշեմ հոսակցություն ունեցած էինք, գսեի հայերը, եթե մարզական մրցույթի կա, չպետք է այդպես սպորեն խաղան իրար հետ, որոնց մեջ գա շահող եւ հաղթող։ Այսինքն բոքսինգ չպետք է անեն, պետք է վազքի մարզ կնեն, ուր գա առաջին տեղ, երկրորդ տեղ, երրորդ տեղ։ Եվ բոլորն մրցանակ կստանան։ Մենք կմոռնանք ադիգա, ես իրենք բոքսինգ գնել։ Այդ քաղաքապարականը կարևոր է։ Մեր հետո երկրորդ հարցն ալու ինձ շատ կարևոր է, անի որ մենք հավաքական Սփյուռքի մեջ որոշած ենք, որ պետք է մենք տարբերել ենք հայաստանցիներին։ Եվ փոխանակ մենք ասել որ մենք տարբեր ենք, գսենք իրենք տարբեր են։ Իրենք մեզի պես չեն գսենք։ Ճիշտը նայած մենք իրենց պես չենք։ Եթե մեկը պիտի փոխվի, մենք ենք։ Դիմացենալ պետք չէ քայլեն։ Բայց փոխվի չի 100%։ Այսինքն պետք է միասին պետք է, այո։ Բայց ինձ կթվի որ պետք է մենք քայլեր առնենք դուրսեն, որ ցույց տանք որ մենք պատրաստ ենք շարժելու։ Ամենակարևոր եւ ամենաթժվար հարցը լեզուն է։ Որ իմ դղաս ասավ հայրիկ ասավ 6 տարի հայկական վարժարան կացի որ գրել գարտար սորվիմ, որ Հայաստան երթամ մի բամը չհասկանում։ Why did you waste my time? Ինչ պատասխանեմ, որովհետեւ մեր դպրոցները գմերժեն արևելայերեն սովորեցնել, որովհետեւ ուսուցիչ չունենք, որովհետեւ գազը այդպես չէ։ Չէ, որովհետեւ նաեւ արևմտայերենը մեզի համար կարևոր է եւ արժեք է, չէ։ Որու համար բայց ասկին համար չէ մեզի համար։ Մեզի արևմտայերուս համար։ Ասկը երբ գիտենք որ ամենամեծ երկու Սփյուռքի քաղաքները Մոսկվան եւ Լոս Անջելեսն են։ Մոսկվան 100% արևելայերեն խոսի, Լոս Անջելեսը 50% արևելայերեն խոսի։ Ո՞վ շայցավ։ Այսին պետք է վերադեսության ենթարկենք այս բոլորը։ Անպայման պետք է խոսենք այսօր մասին։ Պետք է ունենանք 10 տարվա պլան, 15 տարվա պլան։ Որ լեզուն միացնենք։ Բայց այդ լեզուն այսինքն ռուսերեն բարերով լեզուն խոսքի։ Ասկի 15 տարի առաջ խոսքուկայի մարոժնի գսեին, այսօր բաբաղ գսեն։ Այսինքն տրագան Սամալյոտը վերադարձավ օտանավի։ Կարտոշկին եղավ գետնախնձոր, չէ՞։ Հիշես։ Այո, շեշտված էր գսեր եւ եթե ուրիշ բառ փորձեիր ասել, հիմա ժբիդով գրնան պատասխանել քեզի առաջ գրնային ձուր նայել։ Այսօր what the hell you are talking about։ Այսօր ինձ կդեսնան գսեն ինչպես եք պարոն Աֆեյան։ Ուր առաջիգար ինչպես է ճիշտ է։ Ուրեմն շարժում պետք է լա, պետք է հերանեկար ունենանք։ Գիտեք, հոլոկոստեն հետո հрьяաները որ Եվրոպային կացին Ամերիկա, բոլորն էլ յիդիշ կխոսեին։ Անխդիր։ Յիդիշը
գերմաներեն ավրված գերմաներեն մնե։ Երբ որ երկիրը անկախացավ 48-ին, երկրին լեզուն եղավ հիբրու։ Այսօր շատ հազվագյուտ կգտնակ հрьяամը, որ բացի իրենց օրթոդոքս հрьяաներեն Նյու Յորքի օրինակ։ Այո, օրինակ Մոնտրեալը ունի մեծ քաղաքը, որոնք իրենց զավակները յիդիշ կսորվեցնեն։ Բոլորն ալ հիբրու կսորվեցնեն։ Ինչու՞, որովհետև այդ երեխան եթե պիտի երթա կիբուց, պետք է հիբրու խոսի։ Ոչ յիդիշ։ Ինչ իրեն օգուտ կտա յիդիշը։ Այդ իրենք ունեցան կարողություն ունենալու։ Մենք դժվարություն ունենք ադիգանելու։ Մենք կքննադատենք Հայաստանի հայերեն լեզուն, կքննադատենք իրենց տրանսպորտային միջոցները, այո, հոսպիտալիզացիան եւ այդ բաները կգտնանք եւ ավտոբուս կքննադատենք։ Հասկանամ քննադատելու պետք կգա, բայց հերադեսիլ կունենք մենք, որ աս բոլորը շտկենք, որ մեր զավակները 10-15 տարի հետո չի մոռնան։ Մսիկ ամենակարևորը պլանը ունենանք եւ մեր մտավորականները պետք է ասպանը down to earth իրենց ոտքերը քեդին տնելով, որովհետեւ մենք չենք կրնար խոսիլ 1860-ի ասենք բոլսո պարպարը։ Մեր վրա պիտի խնդան, դեն ինչ խոսի գորաս։ Լեզուն կփոխվի։ Ես իբր ոչ քրակետ եւ այլն գուցե իրավունք չունեմ ասմասին խոսելու։ Չէ, բայց բոլորիս կարծիքը կարևոր։ Ասկին համար Դիզոհենք բաներ։ Շատ մեղք բիդելա որ մենք արևմտահայերենը գործընծենք եւ հիմա արդեն գսվի որ արևմտահայերենը it's a list of dying languages եւ այլն։ Ափսոս։ Բայց իրականությունն է։ Իրականությունը պետք է։ Այս երկար շունչի վրա դուք կտեսնեք որ մենք պետք է որոշ զիջումներ անենք որբեսի հայերեն լեզուն բրգենք։ Այո, ասկը բրգենք։ Միասնականությունը բրգենք։ Միևնույնությունը բրգենք։ Եվ չսենք որ իրենք տարբեր են, մենք տարբեր ենք։ Ադիգա ամենա դկե խոսքն է որ մենք ինձ ագանչից կուկա։ Եվ կսեն, բայց իրենք տարբեր են։ Ոչ։ Իրենց մեջ քեզի նմանը գա եւ քեզ մեջ տարբերը գա։ Բայց կնաշի դակ դերը, եթե դու սպիրկի մեջ բժիշկ ես կամ պրոֆեսոր ես կամ ինժեներ ես կամ ինչ որ ես Կորձարար ես, կնա Հայաստան կորձարարի հետ խոսե, որ դեստանց եթե քեզի բես է կամ ոչ։ Մի պարտադեր ոյ մեկուն հետ հոս։ Կնա ճիշտ սիրկլներու մեջ մտիր։ Խոսիր իրենց հետ, դեստանց որ ատկանալ դարբեր չենք, նույն մարդիկն ենք, նույն անցյալ ունենք։ Եթե իսկապես մենք 3000 տարվա պատմություն ունենք, եւ միան վերջին 90 տարին դարբեր եղած ենք, ուրեմն նույնն ենք։ Ուրեմն ենք։ Անգերց խոսենք։ Նաև պիտի ուզեի պատմեք ինչ նախաձեռնությամբ փոսեք քիչ առաջ ասենք ինչ արիտով այս անգամ Երևան գայցելեք ուզեի այդ մասին նաև մեր ագնտիրներուն հետ բաժնեկցիլ ուրեմն Հայաստանի մեջ մի քանի տարի է Մանտաշյանց անունով business forum-ը գա հոն իրենք ինչպես շատեր փորձած են եւ կփորձեն միշտ գուզեն հայ կորձարարներուն միացնել մեկտեղ արիցը ստեղծել որ բոլորը իրար ծանոթանան the famous Armenian networking business networking բամն է որ անցյալին հայերը գրծած են ընել երբ Silk Road մեդաքսի ճամփան ունեինք Հնդկաստան, Սինգապուր, Հոնկոնգ եւ անդերեն հայեր մինչեւ եվրոպաներ Venice, Paris եւ այլն Vienna դարբեր հայ գետրոններ գար Իստանբուլ, անշուշտ, Բոլիս եւ իրար մեջ համացանություններ ունեին որ հայերը պետք է միան իրար հետ կորզանեն եւ այդ խաղապարը արևդուրի խաղապարը հոնդերեն եկածի արևդուր բարը ըստ երևույթին հոնդերեն եկածի որ միշտ գարնեին գուդային իրար հետ եւ հայը հայուն հետ միան գվստային եւ շատ գեղեցիկ խաղապար է խորքի մեջ ուրեմն սա փաստված է որ հայերը կարողացած են իրականացնել սա պետք է նորից մենք հիմա այսօր ամենտեղ հայ կա եւ հաջողակ հայեր են հույս ունիք դուք այս հանդիպումը որ եղավ Երևանի մեջ հույսը ներշնչեց ձեզի ասեմ ինչու երկուշաբթի երեկո գարնի հավաքված էին երեք շաբաթ առաջ ես խոսեցա ասին 500 հոգի կսպասենք որը շատ ինձ խնդավարեց մի քանի օր առաջ 700 աթոռ որոշեցին տնել 1400 կորզարար կան բոլորն ալ կորզարարներ small and medium size businesses 30 երկրի ներկայացուցիչ կար
Առաջին անգամն է որ տեսանք այդքան հայ գործարարներ կովկովի ես շատ ուրախ էի տեսնալով որ բավական գին գործարարներ կային որովհետև միշտ այդ քաղաքապարուն է որ Հայաստան գուցե բագաս առաջացած է գիներու մասնակցությունը ինչ որ մենք վարժված ենք Կանադայի մեջ ադալ շատ լավ ելույթ էր եւ այդ 3-4 օր է արդեն եւ պիտի շարունակվի 7 օրվա ժամանակ բոլորն էլ իրար հետ կշփվին կծանոթանան Լիտվանիային հայեր ծանոթացա Լեհաստանին հայեր ծանոթացա Ուկրաինային հայեր ծանոթացա Ֆրանսիային Լոս Անջելեսին Նյու Յորքին Տորոնտոին բոլորս միասին իրար կծանոթանանք անշուշտ ինձ հետաքրքրողը travel agency-ին չէ ինձ հետաքրքրող գահույք արտադրողներն են բայց նույնպես Հայաստան գահույք արտադրող ընկերությունը տեսա որ վաղը պիտի երթամ անցնաբես տեսնամ եւ այդ connection-ները գարձեմ շատ պիտի լավանան պայման չունենք պայման չկա որ պետք է անպայման իրար հետ բահանջ չկա որ investment անեն բայց շփում զանոթացում եւ դրական ծև մնա շատ դրական եւ հույս ունին մանտաշյանցները որ զանազան քաղաքներու մեջ այդ մանտաշյան գրուպերը ստեղծվին եւ տարեկան այս ժողովները լա եվրոսենք արևմտյան եվրոպական քաղաքներու մեջ երկրներու մեջ Ամերիկայի մեջ տարբեր քաղաքներու մեջ եւ հավաքվին եւ այդ շարունակվի եւ մեծնա ինչեւ չինեմ քանի հատ մասնաճյուղը լա իսկ բեդությունը ինչ որ նեցուկ ցույց տվավ այս բոլորին ինչ որ մանտաշյան քաղաքապարականը որ մենք պետության մեջ ունենք ասիկա պետք է ոչ պետական non-governmental եւ non-political սա քաղաքականություն չի գա well քաղաքականություն պետք է քաղաքականություն ամեն մարդ իր քաղաքապարականը այո բայց ոչ թե clash-ը ստեղծելու համար ոչ ալ համոզել եւ ոչ official status or stand Եթե մարդ կուզե քաղաքականության մասին խոսի, այդ կնան խոսի, բայց ինքը Մանտաշյանը business 100% business club-ն է։ Եվ հոն լավ խոսակցություններ եղան, գշարունակվի արդեն շաբաթ օրը Դիլիջան դիլան, շատ ժողովներ դիլան Դիլիջանի մեջ եւ մինչեւ շաբաթ կիրակի օրերը եւ այդպես կշարունակվի։ Եկեք անգերց խոսենք։ Բանաֆեյան մեր համագարկողին առաջարկով 5 հատ արագ հարցում պիտի հարցնեմ, որոնց մասին որոնց համար հուսամ արագ պատասխաններ ունենալ։ Ցեզի համար ամենալավ հայ երաժիշտը կամ երաժշտական կորձը։ Էդգար Հովհաննեսյան Երևան Երեփունի։ Ցեզի համար ամենալավ հայկական ուդելիքը, որ հաջող կփնտրեք։ Բաստերմա։ Ցեզի համար ամենալավ հայը, որ ծեր մտքի մեջ իր հանդեպ եթե հարցնե մեկը գսեք որ այդ օրինակը լավ հայ օրինակ է։ Որպես եղբայրս չսեմ Ռուբեն Վարդանյան։ Ցեզի համար լավ սինեմայի ֆիլմը կամ թեմատրիչը։ Հայկական թե ոչ։ Ոչ միայն։ Ըստ երևույթին շատ են։ Շատ են։ Շատ լավ, կարծեմ անգերց եկած էիք խոսելու, ուրախ եմ, շատ տարբեր թեմաներով խոսեցանք։ Նաև ավարտին սեմ մեր ագենտինն, որ հյուրս այսօր կանադահայ գործարար, արմատնելով Լիբանանեն, Բուլգարիայեն, մեկ խոսքով համեն դեղեն Լևոն Աֆեյաններ, նաև հորտորս ցեզի դարազեցեք մեր դեսանյութերը, այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը հիշեցնեմ նաև որ եկեք անգերց խոսինքը անգարելի պիտի լար նկարահանել եւ ներկայացնել ծեր տադին հարկելի ագընտիրներ առանց Գալուստ Գյուլբենգյան հիմնարկության անմիջական նեցուգին Պարին ընցես